չգիտեմ, ամոթ է, եւ կսպասեմ սա աշտարակի ժողովուրդը, ես աշտարակցի եմ, բայց որ տեսնում եմ, սենց ամաչում եմ, որ ես հայ եմ, իրոք ամաչում եմ, որ ես հայ եմ, ասի ինչ վիճակ է, ինչ է արել, քահանան ինչ է արել, քահանաները կորդ չունեն, նախ ցույցի հրավիրվի կամ չեմ գիտեր ինչի հրավիրվի, քահանան իրեն գործը անում է, այսօր ես լսում եմ, գարտացում եմ Facebook-ի էջերում, որ 2 հատ հուղարկավորություն է եղել առանց քահանայի, ուր ենք հասել, ոնց, հետո ուր են, սաղ աշտարակցիները, ուր են, գիրագի օրերը որ գուքան, գաղոտեն, ծունգի գուքան, ուր են հիմա։ Գլխատվել է ամբողջ մարզի հոգևոր դասը, հա, Արագածոտնի մարզի, այսինքն առաջնորդի գլխավորությամբ։ Ինչ է նշանակում ձերբակալել մի ամբողջ մարզի հոգևոր դաս առաջնորդի գլխավորությամբ։ Հա, այսինքն ովքեր էին այս մեր հոգևոր հովիվները, մեր առաջնորդները տերորիստ էին, մտնել տանից տանել հոգևորականներին, հա, այսինքն սա որ թիվն է, մի հատ ցուցմունքի համար մտնել տուն եւ տանել հոգևորականների, հա, ձերբակալել։ Այսինքն սա ուրեմն, հա, այսինքն տերորա է ունեցել, որ մի ցուցմունքի հիման վրա տանում են մի ամբողջ մարզի հոգևորական դաս։ Այդ տարել ենք նորմալ է, գթողեն։ Տարել ենք գթողեն էլի։ Փոլ չեն պահի, գթողեն, եթե հանցանք չեն արել, գթողեն։ Շատ ցավում ենք, որ եկեղեցու համար այսենք ոտնձգություն են անում։ Ոտնձգություն եք համարում։ Հա, բա մեր քահանան էլ մարդիկ էին։ Ճիշտն ասած եկել ենք Տեր Սարգսի մոտ գործ ունենք, բայց այն ինչ որ հիմա կատարում է եկեղեցում, կարծում եմ որ երբևէ տեղի չունեցել, եթե տեղի ունեցել է ինչ որ թուրքական, արաբական տիրապետությունների ժամանակ է եղել, իսկ ինչ որ հենց այս պահին այս օհանավանքի շուրջ է պտտվում, կարծում եմ որ շատ շուտ կհանգուցալուծվի ու թե քահանան եւ թե իրեն այս վիճակին հասցնողները Աստծո առաջ պատասխան կտան։ Այս մարդուն մոլորեցնում են, կօգտագործեն, ոնց որ իրեն օգտագործողին, այո, ոնց որ իրեն օգտագործողին են օգտագործելու շպրտեն, մեր ղեկավար կոչվածին, ինքն է սրան է օգտագործելու շպրտի վերջում։ Ցավոք սրտի քահանայական իր կոչումից ու օծությունից հեռացել է արդեն ինքը։